Սիրելի հետևորդներ, բարևներ։ Հիմա կասեք էս Նազոն ուր ա եկել։ Մի հատ էս առաջինը էս հրաշք փունջն եմ ուզում ցույց տալ։ Ով կարող է գուշակել սա ինչի ծառ է։ Մի հատ աշոտ վերևից ցույց տուր։ Սա ալոճի տեսակ է, մենք վայքում գուժիկ ենք ասում։ Համար առաջին դեղն է սրտի համար, թեյ են պատրաստում, կամպոտ են սարքում ու ասեմ սա ջրվում է, դրա համար իր հատիկները խոշոր է, շատ համով է ու չասեցի ուր եմ եկել եմ Աղավնաձոր գյուղ, նայում եմ այսպես 4 բոլորս, 4 կողմը խաղողի այգիներ են, հրաշք են, որը կարելի ասել հրաշք այգիներ, բա այստեղի խաղողը ինչքան համով է, ինչքան լավն է։ Կքաղենք։ Ասեմ, որ Աշոտիս հետ հյուր ենք եկել մեր բարեկամների ծանոթների տուն, հազի, որերից մի օր հարմարացրեցի ու եկել ենք։ Ինձ էլ դե գիտեք, դուր ա գալիս գյուղական կյանքը, այգիները, բաղը բաղ չեն, ես էլ խոտերը, օծկա տակը, բնական նստարան, հա, են որ գան նստեն, չէ, տուրիստ, մուրիստ, գան նստեն, նկարվեն, շատ լավ է։ Խոշոր հատիկներով ինչի, որ հավես է, որ սիրուն է, հերիք է նկարեմ, շատ լավն է, ճթերով, փունջ, Էս է փոքրն է, չէ անո, էդ չի ջրվե, էդ ծառը չի ջրվե, չէ, բաղը ջրելուց ջրվում է, էլի սպիզնքից, հա, էնի ջրվել է, մեծ է, էսի չի ջրվե, փոքր է, էնի շատ համով է, հա, հյուր ենք եկել, հա, հյուր ենք եկել, Անահիտը մեզ կոֆե է հյուրասիրում, հավեսին կոֆե դրեց, ինչա, դառնա Անահիտ, չէ, մենք ընդհարապես դառն ենք խմում, ասեմ, որ առանց կանֆետ ենք խմում, գիտեմ, մեջտ էլ առանց կանֆետ, դառը շոկոլադ, կամ էլ են մրշնա, ասիմ էլ են մրշնաբնից վեկալ, կամ մրշնաբույն պիտի առնեմ, հենա արդեն ենքան վլոգներս տեսելս գիտես, էլի, դրա համար որ ասեց հետ գնամ, ասիմ չէ, իսկական ստեղ է լավ, ստեղ խմեմ կոֆես, ինչա բնության գրկում, հավեսին, ահա, լավ էլ տեղ, Անահիտ, կոֆեն, որ ստեղ խմենք, ինչ կլնի 10 ստեղ, նկար, հա, հելը չեկած խորոված արիք, Աշոտ, էդ սունկատ հանդիր ընդե, սունկան ինչ է խանգարում կեզ, դե ձողը թանուք իրեն, յա, առանց սրա չի լինի, Արացքը բռնվի, մնացածը հեչ, Աշոտ ջան ուր գնացիր կրակի մոտ եղար, 2 օր առաջ էլ հողամասում էր, չէ, Արերն են, չէ արդեն, Արենի, հա, հենա, հա, դիմացը Արենին է, Մոզրով, լսի, էդ Մոզրով քարանձավ կա, չէ, տենց, որ մասերն ան գնում, պիտի մի օր գնա, հա, ինձ սիրուն է ստեղից, Արենին է, ենք խաղող քաղել, դուք խորովածն արեք,
Մեզ մեր վրա։ Ահա, Անահիտի հետ գնացինք խաղ խաղել։ Կարևոր է էկրանի մեջ երևանք։ Ահա, всё։ Օպերատորը եղար։ Մեկ էլ ոտներիս տակ նայենք օծմոց չլինի։ Կարաս հատիկով անես։ Մինչև ներքև ձերն է, սենց, հա? Ինչքան ներքև է այն պոպոկների մոտ։ Հա, ահագին է։ Միջև կուտիր էլի հոպերա։ Հա։ Երկա, հա, կարճոտ են, այնքան երկար։ Կարճոտ։ Հա, Ստեփաստորեն բոլորը այգիներ, խաղողագործությունն է զարգացած Աղավնաձորում։ Հա։ Ամեն մեկը իր գործը գտնում է, այլո։ Ինչ է քաղցր է։ Բայց պատրանը։ Դե բերե կան, իսկ քաղաքի կան։ Ինչ է սա կարմիր։ Խաղողի այգի։ Հիմա կասեն ես Նազոն կուլտուրական հագած եկել է խաղող խաղել։ Այս քիշմիշա, չէ՞։ Քիշմիշ եք ասում։ Ահա։ Բայց լավ չի հասե, թե հասել է։ Ահա։ Ստերից նկարել է։ Այո։ Խաղողի ճիշտ սխալ քաղել չկա, չէ՞ ոնց քաղում ենք։ Կարևորը քաղենք։ Ամեն քաղելուց էլ մի ճթի վրից մի հատիկ ուտում եմ։ Փորձում եմ։ Հա։ Հա։ Քիշմիշի սև տեսակն էլ է լինում։ Հա, ոչ չէ։ Ոչ չէ, պիտի նկարի։ Հա, կամերաներ կա։ Հա, դուք տունը նստած տենում եք ստե։ Ես էլ ասի մի օր գամ խաղող կողանամ։ Կատակ։ Կատակ էլի։ Լավ ասի, չէ։ Որոշ Մի հոգի կարա մենակ նայի էլի։ Որոշել էի գայի խաղող գողանայ։ Սիրելի հետևորդներ, ենեն նայեմ, տեսնեմ կամերաներ կան դրած։ Այդ էլ չստացվեց։ Լավ ինչի գողանամ, որ տալիս եք։ Բոլ չի քաղենք։ Պահել էի լրից դերման, Կան տանում եմ ինչ։ Այդքան տանում եմ ինչ անեմ։ Բոլա։ Դու չամես չես սարքում, Անահիտ։ Հմ։ Վայ։ Հոգան տանեն, էլի, ես որ ինչ արեմ, ես քաղաքի վերստեղ տանեմ, հետո եմ։ Հա։ Աշխատում եմ, ես մատակարդը զակում Շուշուտ չեն գալի։ Շաբաթ կիրակի։ Դեկտեմբերին երեխեն որ գնում է պարտեզ, արդեն ոտները կապնել է։ Դե հա, պարզա, որ էլ արդեն ամուսնանում են երեխա, բան, դպրոց, մպրոց էլ չեն եթում հերանստուն։ Իմ օրինակից եմ ասում։
Արդեն մնում են նույն տեղը։ Ես չամիջ կոնիս։ Չամիչ, այն չամիչ կանեմ, մի հատ վլոգ կնկարեմ էլի, նոր վլոգ։ Բայց ես կողմնա վերդույմ էր, որ դնենք Յաշիկ երեսը, Հա, որտեղ Այս երեսին։ նուրբ խաղողա, հա, Այս մեծի մեջ տնե այդ փոքր կշտոց։ սյո, մեկի մեջ և ամենալավը միրգը, որ առանց լվալ դաշտի մեջ ուտես։ Այ, տվան ես Всё, դե։ Լե արտաշատ խարջի, մսխալի, այս սևից, եղելա, քիշմիշել ենք, մենակ, են ինչ են ասում, էծան պտուկ, դրանից չենք ունեց։ Ասկերի են ասում, բայց մեր մոտ Քիշմիշ ենք մենք, հա, մենք քիշմիշ ենք ասել, սևն էլ կա դրա սպիտակ, դեղինն էլ, չամիչի խաղողն է։ Խաղնա, ռոզվիլն եմ էր, Ամենահամովը անլվա միրգն է, որ դաշտում քաղես ու ուտես, մաքուր։ Եղանակն է մռայլ, համպած, կարծես ուր որը հեսե անձրևը կգա։ Ասեմ, որ գործից անմիջապես հետո եմ եկել այստեղ Աշոտի հետ։ Ինչ հետաքրքիր է 4 բոլորը սենց սարեր։ Քարերի մեջ աճած, քարքարոտ հողում, քաղցրահամ, խաղող։ Մսխալի ենք, մեր արտաշատում սրան մսխալի են ասում, ես էլ է քաղցր խաղող։ հավաքի, Ահա։ մեզ հատով խաղի, որ գիրեք չթարդում։ Քաղի։ Ոսի կախում են, չէ, կախում են, մնում է լավ, հա, մեր մոտ Կախելի պահել ու պետք է թույք պահել, եթե եսի իրան այդ կաշին շատ բանա, նուրբ է, վրա սևանում է։ համով խաղող է Շատ այսի։ համով է, նուրբ համով է։ Աչաբաշը ոտում եմ։ Են դեպի չդուրից։ Աչաբաշը վիքրի։ Բայց քիչ չի բռնե խաղողը, թե չէ։ Բարի համատաս չէ, բայց մեկ չի ցանել Հա։ է։ Այն որ նեկանք այդ տոննայի քիչ չափ հավաքեցին։ Բայց համեմատած էս Ոնց որ քիչ է, հա, բռնե։ Չէ, վերադարձանք արդեն խորովածն էլ է պատրաստ։ Վերջ։ Ապրի մեջ, նա։ Կերացրիր Աշոտես, որ մասն է։ Պատկերացրիր, որ մասն է, այն որ այդ մենք արենի, այն ձորն է, այն ճանապարհն է։ Տենց որ բարսանում եմ բան։ Նորավանքը։ Հա, Նորավանքը այդ երկու քարերի արանքով է։ հա, բարսանում ես նորավան։ Այդ երկու քարերի։ Էս էլ այգու աշխատողները, հա, բերքը հավաքի են գնում։ Խաղողակախ։ Տեկա գիտե։ Որը, այն որ ասեղ, հա, մացառախոզ են ասում հայերեն։ Կորաբաշը կա։ Բայց դուք ոնց որ միշտ եք ասում։ Կորաբաշի։
Հիշի։ Եվ ամենահամով հացը հենց բնության գրկում դրսում է, որ կանգնես, վայելես ես հանգստությունը, խաղաղությունը, ու ոնց տեսնում եմ աթոռներ էլ չկա, մեր աթոռներն էլ երևի կհանդիսանան, այս խոտի տուկերը աշնել վախես տակը օծ կա, որ չնստեմ։ Տեսար Անահիտ, աթոռ էլ ճարեցի։ Կարելի է բերել։ Իսին շնոծոնր, ոյ տղո։ Կանի։ Հա է, լավ չեն պնդացրե։ Թորները։ Իքչի Խաղը տանեն, հա, լավ հասնի, քաղցրանա։ Հա, բա ինչ, հա։ Ով ասում։ Շատ քիչ մեջքի գնա։ Քարը դիր տակը։ Այն քարը դնմես տակը։ Ես կանացալ։ Ով ասում աթոռ չկա, այս էլ աթոռները։ Այն одно развիներն է։ Ինչն է կա էլ ինչն է պակաս։ Բոխի ասում, բացի բոխի վերցրու։ Բոխին դուք եք բերում։ Հա, ես։ Բա։ Բայց լավն է, բերում ենք կոկոմներ։ Որ սարերից են։ Դիմացից ենք բերում, հիմնականում Հա։ դες գալիս ենք այն այր ջուրի մեջ ովանցնը գնում ենք կնշիկ։ Գնշիկ եք գնում։ Այս ծառնիմն է, նով է եկել տիրացել թաքուն։ Ինչ եք քաղում, ասիմ քաղեմ տանեմ, վերցիք քաղեցիք, հա։ Հա, բային։ Բակենա պաբիկ տատկու։ Հա, են քեզ ա թվում։ Ահա։ Հա, ասենք թե նստեցի, բա ով ա քշում, որ գնանք։ Անահիտ։ Ավնաձորի մասուրա, ինչ ձևի է, ինչ է լովն Անահիտ։ Չէ, հլա։ Դեսենք ու ասենք ում բաղին մոտիկ ասենց քաղի տերը հավաքում է տանում է։ Հա, բայց էլ նա ինչ լավն է։ Այս տաղը մասուրը շոտ են տիրա։ Խոշոր է, ու մեր վայքում է շատ կա։ Այդ անտարի տալիս համար, որ կիսուրս վերցնում էր, սկիտենց չեր էլ։ Չէ, այս տարի շատ լավ մասուր կա։ Ոտև անձրև շատ եկավ է։ Հա, Անձրև լավ եկավ, դրա համար փոքին, հա, բայց թափ տալու ժամանակն է, արդեն սևացի։ Թափքում թափում է։ Անոհել, էլ ես էլ եմ գալի։ Արդեն սա հավաքել է, էլի չէ սեղան Անային։ Էս ինչա։ Ես տանենք հավերին են զիբել։ Սրանք էլ սրանք։ Էս ջուր ա, թե ջերմուկ ա։ Այ, եւ սիրելի հետևորդներ, այսօր էլ ավարտվեց այս հրաշալի օրը Աղավնաձոր գյուղում, Խաղողի այգիներում, մի հատ հրաշալի տեղ, բնություն, հիասքանչ, հանգիստ, խաղաղ եւ ասեմ, որ սա հազարատ ռեստորանից, այն ժամանցի վայրերից ավելին արժի ինձ համար։ Հետևորդներ չմոռանաք, լայքում եք, բաժանորդագրվում եք, տարածում եք իմ ալիքը։ Այսուհետև որոշել եմ մեր Հայերձորի բոլոր գյուղերով շրջել, հյուր գնալ, այցելել, ինչու՞ չէ նաև տեսնել։ Ես էլ եմ ուզում տեսնել, թե
ինչպիսին են մեր մոտի գյուղերը, ինչպես են ապրում մարդիկ, ինչով են զբաղվում։ Ասեմ, որ Աղավնաձոր գյուղում հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, խաղողի այգիներ, մշակում են լավոնտիր գինի, օղի, նաև վաճառում են։ Չամիչի խաղող են նվիրել, անկորից քիշմիշն եմ, տանելու եմ չամիչ պատրաստեմ։ Ուլգյուլ սարն է, տեղացիները անվանում են ուլգյուլ։ Եկեղեցի էլ կա ու մանդակ, ամեն ինչ, գարնանը ամեն տեսակի բանջար, մանդակ, ավելուկ, մի խոսքով ամեն ինչ լինում է, ուլգյուլ են անվանում։ Տեղացիները չգիտեմ անունը որտեղից է եկել, ինչ ծագում ունի, բայց դա սա իրենց։ Հա, առաջ անգամ եմ գալի։ Ձեր գյուղի այդ ավանդական սարն է, Անահիտ, հա։ Բոլորը տեղ են գնում բանջարբանի։ Հա, այսինքն ես այդ տան էլ ծանոթ չունեմ։ Հա, մի խոսքով։ Հիմնականը մանդակի տեղա այդ ողորմակոթին դուք ինչ եք ասել։ Ինչի մանդակի։ Չէ, ողորմակոթին։ Սեբո։ Սեբո է։ Այդ սարերն է, էլի։ Բայց ելփինի սարերն են, գնում։ Ես ելփին եմ։ Կաթիլային ոռոգման սիստեմով ավեսի սիրուն այգիներ։ Աղավնաձորի եկեղեցին։ Եվ Աղավնաձորի եկեղեցին։ Այս էլ մեր զոհվածները։ Էսյանի առաջինը Արմենի Դասյանցին է։ Հա։ Ամենտեղ մի հուշարձան, մի բան։ Դրա կողքին վաբշե չգտան։ Ոյ։ Դժվար է։ Աստված հոգիները լուսավորի։ Տեղից ինչ գեղեցիկ տեսարան է բացվում։ Ոյ, գեղեցիկ աշուն, մի հատ նայեք սիրելի հետևորդներս, ինչ հավես է, ինչ հավեսին է մեր Հայոց ձորի գյուղերը, տեսարանները, այն որ մեկը կողմն մենք չենք սիրում գյուղ, մենք չենք սիրում, բայց մի հատ նայեք, ոնց կարելի է այս պատկերներով բնությամբ չհիանալ։ Շատ գեղեցիկ է Աղավնաձոր գյուղը, իրոք տպավորված եմ այս գյուղի գեղեցկությամբ։ Ամեն գյուղ էլ որոշել եմ այցելել, կիսվել իմ մեկնաբանություններում եւ որ կտամ դուք էլ այցելել, ինչու՞ չէ։ Սա էլ Աղավնաձորի եկեղեցին է։ Ես իհարկե առաջի անգամ եմ գալիս։ Գեղեցիկ, սիրուն, մտնենք։ Պիտի թելը վառվի նոր։ Ես մի մոմա վառում եմ ձեր ընտանիքի համար, թող ձեր նման բարի մարդիկ շատ լինեն, առողջություն ձեր ընտանիքին, ես մի մոմն էլ վառում եմ իմ հետևորդների համար, թող բոլորը առողջ լինեն, ուրախ լինեն, ամենակարևորը էդ է, այս մի մոմը վառում եմ իմ հետևորդուհի
Նարինեի համար, որը ապրում է Գլենդել քաղաքում, ձեզ առողջություն, հաջողություն, մի խոսքով ձեր նպատակների, երազանքների իրականացում, թող Աստված միշտ ձեր կողքին լինի, օրհնի ձեզ Աստված, միշտ այդպես բարի եղեք, մի խոսքով ամենալավ բաները ձեզ եմ ցանկանում։ Այս մի մոմն էլ վառում է Լիլիթիս գեղանուշ տատիկի համար, որ այդքան շատ սիրում իրեն ձեզ առողջություն, հաջողություն, Աստված օրհնի ձեզ, ձեր բարի գործերի համար, միշտ լավ եղեք, առողջ եղեք և Աստված ձեզ օգնական, միշտ ձեզ հետ։ Սա էլ այս մոմն էլ վառում եմ իմ ծնողների համար, որ իմ ծնողներին Աստված առողջություն տա, թող բոլորի երազանքներն էլ կատարվի, առողջ լինենք, այդ է ամենակարևորը, մնացած բաները ավելորդ են։ Աստված ջան, բոլորին հասնես։ Սիրունը։ Գործերից կտրեցի, արին էստի կողքս։ Ոչինչ։ Անահիտ տենց էլ գործերից կտրեցի, բայց դե շատ հաճելի օր անցկացրեցինք, իրոք ձեզ էլ շատ շնորհակալություն, որ ձեր թանկագին ժամանակը տրամադրեցիք ինձ։ Ճուտիկները վառեկներ են, չէ՞։ Մշակում եք ներքևը, գնանք տեսնենք, թե Անահիտը ինչը, լսի իմն է լավ չէ լավ, իմ ամբողջ բիբարը լսի չորացավ, ես տենց բան չէի տեսել, իսա լավ վարունգ ունեք, Վարունգ տնկեցի, ագին մարինատ արեցի, պամիդոր են կարել, կարևորն էլ է դա, որ պահածոները տարել ես, ես էլ իմ ամբողջ պահածոները հողամասի էլ էլի գոհ ենք, լավից, վատից էլի գոհ ենք։ Ես էլ հոնից առելա։ Փոքր հոնն է։ Հա, մեկ տեղական։ Հա։ Ընդեղ էլ խաղողի արմատակալերն է ձեր։ Հա, այդ դրել եք, հետո տեղափոխում եք այգիներ։ Էդի որ դրել է, այն թազացած տեղերը, որը չի կպի։ Հա, տանում դնում եք։ Հա։ Այն պոպոկն էլ է ձերը։ Հա։ Էսի մեկի ճուշ հասնի սկել։ Տեսի, ձեր հողամասիները այդքան շատ չէր բռնել, էսի ավելի լավ է բռնել, չէ՞, ստեղինները։ Հա, այս տարի։ Հա, էս էլ հավերը։ Ճու։ Օ, այն կողովները, սալա, սաբաթ, դրանով ինչ եք ասում դուք։ Սալակ։ Սալա։ Հա։ Հա, մենք էլ արտաշատում հիշում եմ սալա, դրանով ինչ եք, հավերն են ձուացում մեջը։ Հա, էտով է գործ է։ Այս են վաղները։ Հին ժամանակները։ Հա։ Արել են այն վաղտը խնձոր-մնձորները սացնես։ Հա, գետ են։ Եվ վերջի պայն արդեն, որ ուզում են գնանք տուն, Անահիտի հետ մի հատ նստենք այստեղ, ես էլ վայելենք հավեսին, ճոճորվենք ճնշումներս իջնի, իմ ճնշումը կիջնի, քոնը կբարձրանա հաստատ, հավեսա, արդեն ճնշումս իջա։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ավարտվեց այսօրը, ես հյուրընկալել էի Աղավնաձոր գյուղում հյուր էի եկել, իմ հարազատների բարեկամների տուն, շատ հավեսին հաճելի օր անցկացրեցի, գոհ եմ, շնորհակալ եմ, այն որ ուժերս նորից վերականգնվեց, լիցքավորվեցի, ինչքան էներգիա ունեի վատնաս, տեղը լրացվեց եւ ձեզ էլ շնորհակալություն Անահիտ ջան, ապրեք, Աստված օրհնի ձեր ընտանիքը, ձեր բերք ու բարիքը, միշտ լավ մնաք, առողջություն, ձեր երեխաների, թոռների հետ միասին։
Գոհ ու շնորհակալ ենք։ Եվ ստեսություն ենք ասում Աղավնաձոր։